Մի քանի օր առաջ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը այցելել էր մեծ Գոնդուրագյուղ, տեղում տեսնելով ճանապարհների վիճակը եւ լսելով բնակիչների խնդրանքը, խոստացավ վերանորոգել եւ հարթեցնել ճանապարհները։ Այդ խոստումը մի քանի օր անց վերացվեց գործի։ Խորհրդարանի պատգամավորի սեփական ներդրումներով արդեն երկրորդ օրն է ինչ մեծ թափով անցկացվում են ճանապարհների վերականգնողական աշխատանքները։ Ուրեմն այսօր վաղ առավոտվանից սկսել ենք գյուղի բարեկարգման աշխատանքները, որին շատ երկար ենք սպասում, որովհետև գյուղի ճանապարհները գտնվում են շատ վատ վիճակում։ Ճիշտ է, մենք գյուղական ձեռով ունենք նախատեսված, որպեսզի կատարվեր բարեկարգում, բայց այդ գումարը բավական չէր։ Ինչպես տեսնում եք, գյուղի տարածքը շատ մեծ է եւ այդ գումարը բավական չէր, որպեսզի կատարենք լրիվ բարեկարգման աշխատանքներ։ Վերջերս խորհրդարանի պատգամավոր բարոն Հենզել Մկոյանը այցելել էր գյուղ բնակիչների հետ հանդիպելու համար եւ բնակիչները այդ հարցը բարձրացրին, թե ինչպես անենք, որ բարեկարգման աշխատանքներ կատարվեն, լսվեն այս կռավիրը ղջակարը լսվի, որպեսզի կարողանան անցալել լինել։ Հիմա հատկացել համապատասխան տեխնիկա, բարձող էքսկավատոր, ինչպես տեսնում եք, որոնք կատարում են այս բարեկարգման աշխատանքները եւ տեսեք, գյուղի ծայրից ծայր սկսել ենք Դիլիֆի կողմից, գալիս ենք դեպի գյուղի կենտրոն, հիմա սկսվում է Դիլիֆի Մամզարայի կողմից, գնում է դեպի մյուս հատվածը, որպեսզի ոչ մի փողոց չմնա անբարեկարգ վիճակում։ Այս աշխատանքները կավարտենք վաղը, ինչպես տեսնում եք, մոբիլիզացված են բոլոր տարածքում եղած մեր տարածքում եղած կամազ սամասվալները եւ էքսկավատորը, որը շատ արագ է աշխատում եւ արդեն 120 ռեյս կատարել են եւ հուսով ենք, որ մի 120 ռեյս հետ մինչեւ երկուն կավարտենք, վաղն էլ կավարտենք եւ բարեկարգման աշխատանքները ամբողջ գյուղը կլինի արդեն անցանելի։ Նման ուշադրությունը արժանանում է բարձր գնահատանքի եւ այսպիսի աշխատանքները, որը իրականացնում է Հենզել Մկոյանը, անցկացվել են տարիներ շարունակ։ Ճանապարհ հետ չկար, սա տարուփոս էր անցան։ Հիմա շատ լավ բան եք ձեռնարկի, լավ գործ գնեք։ Ընդհանրապես բոլոր գյուղական ճանապարհները շատ վատար վիճակում էին գտնվում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ պարոն Հենզել Մկոյանը եկավ գյուղ հանդիպման եւ հանդիպման ժամանակ բարձրացրեց այդ հարցը եւ նա խոստացավ օգնել եւ այսօր փաստորեն խոսքը գործի է վերածվել։ Բոլոր դուք եք տեսնում, որ ճանապարհների բարեկարգման համար բավական մեծ աշխատանքներ կատարվել եւ ընթացքի մեջ է պետք է ինձ թվում է վերջացնելուց հետո բավական նորմալ վիճակի մեջ կլինեն գոնե գյուղի ճանապարհները։ Ուրեմն ես քննենք որ լավ է, էլի ճանապարհին ամեն ինչու ու տեղով գործերին։ Մենք շատ կով ենք դրա համար։ Կանգած չունենք էլի բախշինդը։ Ամեն ինչով լավ է լուր։ Համինքը լավ էլի, համամինքը լավ էլի։ Ինչպես նշեց Գոնդուրագյուղի Գամգեոբա Իլիասորը, արդեն մի քանի օրից մեծ Գոնդուրայի գյուղամիջաց ճանապարհների վերանորոգումը լրիվությամբ կավարտվի, որը թույլ կտա ապահովել բնակչությանը եւ ավտոմեքենաների ազատ եւ անվտանգ երթևեկությունը։ Եվ այս ամենը իրական է դառնում խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի շնորհիվ։